Հայոց եկեղեցին իր ֆունկցիոնալությամբ ինչի համար է, հայ ինքնության պահպանման համար, չէ, երբ որ պետություն չի եղել, դա աներկբա փաստ է։ Լրացրել է այդ բացը, մինչև պետություն եղել, փոխանցել է իր գործող քաղաքական իշխանություններին։ Հիմա այս պահին ընդունում ենք, չէ, որ միակ ինստիտուտն է, որը կարող է կոնկրետ հայերի հայապահպանության շրջանակներում ինչ-ինչ խոսքեր արտաբերել, որը կորակվի որպես քաղաքական միտք, ընդ որում դա քաղաքական տեսնում ենք ինչպիսի երանգ է ստանում, մարդուն տանում են ձերբակալումների հայտնի դեմ։ Ընդ որում այսօր արտադրության նախարարը մի զավեշտ տալի հայտարարություն ասում է Հայաստանում քաղբանդարգյալ չկա։ Ասենք զարմանալ է, էլի, այդ որ մի երկին ասում, որ իմ երկրում քաղբանդարգյալ կա։ Այդ մի Ես զարմանում եմ լրագրողների զարմանքի վրա, որ ասում են, բա որ ասեն ինչի արտադրության նախարարը։ Այո, խուլիգանության հոդվածի կետը մի հատ կդնեն, բոլորիս այդ անխտիր բոլորիս այդ հոդվածը։ Մի արձանագրում էլ անենք, պարոն Կարապետյան, ձեր թույլտվությամբ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին միակ հայկական կառույցն է, որը լեգիտիմ ազդեցություն ունի ամբողջ աշխարհում։ Միանշան։ Ավելին, լեգիտիմ ազդեցություն ունի պատմական Հայաստանի տարածքների մեծ մասում։ Ավելին ասեմ։ Այսինքն անգամ Թուրքիայում կա առաքելական եկեղեցի։ Կոստանդնոպոլսում այսօր որ Հռոմի պապը գնում է հայկական եկեղեցի, այսինքն այդ դա Հայաստան, չկա հայ բնակություն գրեթե արևմտյան Հայաստանում, բայց կա հայոց եկեղեցի